Այն աշխարհի ամենահայտնի խորհրդանիշներից մեկն է։ Այսօր արդեն Rolls-Royce-ի մեքենաները խորհրդանշող արձանիկը 100 տարեկան է։ Այդ տարեդարձը նշելու համար Լոնդոնի փողոցներ են դուրս եկել տարբեր ժամանակների թվով 100 Rolls-Royce մեքենաներ։ Աշխարհի ամենահայտնի կապոտի արձանիկը առաջին անգամ հայտնվել է անգլիական ընկերության մեքենաների վրա 1911 թվականին։ Ներշնչանքի ոգին, որը զարդարում է Rolls-Royce-ի բոլոր ժամանակների մեքենաների առաջնամասը, նազանքի աստվածուհի է։ Այն ամբողջ աշխարհում ճանաչվել է որպես ավտոմոբիլային կատարելության գագաթնակետ եւ հանդիսանում է ներշնչանքի աղբյուր մեզ բոլորիս համար, ովքեր աշխատում են այս ընկերությունում։ Մեր ընկերության համար նրա 100-ամյակը շատ նշանավոր տարեթիվ է։ Rolls-Royce-ների շքերթը սկսվեց Բելգրավիայում եւ անցնելով Լոնդոնի այնպիսի տեսարժան վայրերով, ինչպիսիք են Բիգ Բենը, Տրաֆալգարյան հրապարակը եւ Պիկադիլին, ավարտվեց Արևմտյան Լոնդոնի մեծ կոնսերվատորիայի մոտ։ Երթուղին ներառում էր անցյալում եւ ներկայում Rolls-Royce բրենդի համար կարևոր վայրերը, օրինակ Hill Street-ում գտնվող Charles Royce-ի ծննդավայրը, Bromden Road-ի այն արհեստանոցը, որտեղ ժամանակին Charles Sykes-ը մտահղացել էր հայտնի ներշնչանքի ոգին արձանիկի գաղափարը, իսկ երթուղին ավարտվեց Berkeley հրապարակում, որը 21-րդ դարում դարձել է Rolls-Royce-ի շտաբկայանը Լոնդոնում։ Rolls-Royce-յան շքերթը գլխավորում էին 21-րդ դարում Goodwood-ի գործարանում նախագծված Phantom-ն ու Ghost-ը։ Փառահեղ այս ավտոշքերթին մասնակցում էին Goodwood-ի գործարանի թողարկած տարբեր տարիների մոդելները, որոնք վարում էին Rolls-Royce-ի էնտուզիաստների ակումբի անդամները, բարձրաստիճան հյուրերը եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Շքերթին մեծ շուկ ու հմայք էին հաղորդում անցյալի Silver Ghost, Silver Cloud, Silver Shadow եւ Silver Spur մոդելները։ Ինչպես եւ մեկ դար առաջ ներշնչանքի ոգին արտացոլող 100 տարեկան արձանիկը ողջ շքերթի ժամանակ դեպի իրեն էր գրավել քաղաքային անցորդների բազմաթիվ հայացքները։